Բարի լույս մեզ նոր միացած բոլոր հեռուստադիտողներին, երաժշտության թեման շարունակում ենք, քանի որ մեր տաղավարում է ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը։ Բարի առավոտ, պարոն Պանյան, ինչպես եք։ Շատ լավ, Արմինե ջան։ Տրամադրությունը առավոտյան ինչպիսին է։ Եթերային։ Հրաշալի է։ Սովորաբար ինչպես եք սկսում ձեր առավոտները։ Երաժիշտները հատուկ ձև ունեն առավոտը իրենց սկսելու, գուցե ձայնային ինչ-որ վարժություններով։ Չէ, հատուկ ձև չկա, քանի որ այսպես ասած, բացի երաժշտությամբ զբաղվել է երգելը, ունեմ նաև աշխատանք, պետական աշխատանք, որ ստիպում է որ առավոտ շուտ արթնանալ, գնալ աշխատանքի, առավոտյան արդեն 8:30-ից տանից դուրս ենք արդեն, կնոջս հետ դուրս են գալիս, ինքը մի երեխայի հետ աշխատում դպրոց, որտեղ որ ինքը աշխատում է, որտեղ որ երեխա սովորում է, մյուս երեխային ես մանկապարտեզ ու արդեն բաժանել եք։ Այո, ուղևորվում եմ իմ աշխատանքին արդեն։ Բակից բաժանվում եք։ Բաժանվում եք։ Ամեն օր մի անգամ բաժանվում եք առնվազն։ Առավոտ 8:30 բաժանում ենք, երեկո 8:30 հանդիպում։ Լավ սիստեմ է։ Վերջերս դուք թողարկեցիք Այգեպան աղջիկ երգի տեսահոլովակը, նոր մոտեցմամբ եք արդեն հայտնի երգը ներկայացրել։ Կուզեի մի փոքր խոսեինք երգի եւ տեսահոլովակի մասին։ Իրականում շատ է քննարկվել տարբեր հեռուստաընկերություններով այդ երգի մասին, շնորհակալություն, որ նաև ձեր հեռուստաընկերությունով Նուր TV-ով քննարկվում այդ ամեն ինչը։ Երգը գործիքավորող Արմեն Ձամուկաշվիլիի հետ, կներես Արմեն ջան, այսպես մտածում ենք, որ պետքա ինչ-որ մի երգ անենք, որը որ ավելի մոդեռն կներկայացնենք ու պատահաբար մի մեքենայի մեջ այդ երգը լսում էի ու ցանկ եղավ Ձամուկին, որ Ձամ գիտես, սենց այս երգն եմ լսել Այգեպան աղջիկը, հենց այդ էլ անում ենք ու փորձեցինք, ոնց որ ստացվեց, շատ քննարկվեց, բարի գունեղ հայկական շնչով տեսահոլովակ է ստացվել։ Առաջին գործակցություններ։ Ձամուկի հետ չէ, արդեն բավականին երկար իմ մենահամերգների Arena Life-ի Շանթ հեռուստաընկերությամբ եթեր գնացած նախագծի ընդհանուր նվագախմբի ղեկավարն ա եղել, մի քանի երգի գործիքավորողներ, տարբեր ձայնագրություններ ինքը արել ա։ Այսպես ասած, որ մենք իրար կես խոսքից ենք հասկանում ու հասկացանք ինչ ենք ուզում, այո, ինչ ենք ուզում ստանանք ու ստացվեց։ Շատ լավ, որքան ժամանակ տևեց այդ գործիքավորման փուլը։ Քանի որ Ձամուկը շատ խիստ զբաղված էր, մի փոքր երկար տևեց գործիքավորման փուլը, ձայնագրեցինք ու արդեն անցանք տեսահոլովակին։ Իրական ձայնագրելուց հետո ենք հասկացել, որ տեսահոլովակ պետքա լինի, որովհետև շատ լավ ստացվեց։ Իրոք հետաքրքիր էր 6-8 նոր շնչով, ոչ շատ ռեստորանային, ոչ շատ չասեմ, հետաքրքիր ձեռագրով գործ ստացվեց, որը որ պետք էր ու որոշեցինք, որ նկարենք ավելի հայկական շունչ տանք։ Տեսահոլովակի վրա ովքեր են աշխատել։ Տեսահոլովակի ռեժիսորը Վարդան Գրիգորյանն է, օպերատորը Վարդան Ասատրյանն է, իմ ընկերները, դե երգը Աշոտ Մեխակի հայտնի ստեղծագործությունն է։ Այսքան խոսեցինք տեսահոլովակից, ինձ թվում է մեր հեռուստադիտողը, եթե չի տեսել, չի լսել երգը տեսահոլովակը, անհամբեր է այն դիտելու եւ լսելու, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ձեր էկրաններին կլսենք արդեն Սամսոն Պանյանի մեկնաբանմամբ, այսպես ասած, Այգեպան աղջիկ երգը եւ այլեք տեսահոլովակը, վերադառնանք եւ շարունակենք մեր ջերմ զրույցը։ Խնձոր եմ քաղել, դրել մաղերով, տանեմ յարիս տամ հազար նազերով, խնձոր եմ քաղել, դրել մաղերով, տանեմ յարիս տամ հազար նազերով, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։
Սպասում եմ երջան քո ճանապարհին ամեն առավոտ վառ արշալույսին Սպասում եմ երջան քո ճանապարհին Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Սիրուն աղջիկ դու դարդ միանի ճամփիդ կարոտ եմ արի շուտարի Այ սիրուն աղջիկ դու դարդ միանի ճամփիդ կարոտ եմ արի շուտարի Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգու մեջ խաղ ես անում ջիգարս դաղ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Այգեպան աղջիկ ինչ նազ ես անում Ջերմ վառ գույներով, էներգիայով լի, կատարում եւ տեսահոլովակ է։ Շնորհակալություն։ Եվ ինչպիսին է եղել երաժշտասերների արձագանքը երգին տեսահոլովակին։ Պարքաստու չունեինք բացասական էներգիայով լիքը կոմենտներ, շատ ու իմ համար այսպես ասած շատ ուրախալի էր այդ ամեն ինչը, նաև մեծերի, մեր վարպետների կարծիքներ շատ հետաքրքիր, որը որ շատ դրական էր բոլոր առումներով, որ երգը ստացվել է, երգը նոր շունչ է ստացել, նոր ձեռագիր է ստացվել երգին, որը որ էլի, ասենց ասած, մի ընթացք երգին բերեց ավելի լսելի դարձնելու։ Հետաքրքիր է որպես արտիստ որքանով եք կարևորում մեր արդեն դասական հին գործերը վերակենդանացնելու, նոր մոտեցմամբ ներկայացնելուն։ Իրականում պարբերաբար դա պետք է արվի, տարբեր երգիչների կողմից, տարբեր ձեռագրերով, մոդեռն, ազգային պահելով, որոշակի գիծ գոնե թարմության շունչ մտցնելով, այո, պետք է մենք բոլոր սերունդներին հրամցնենք մեր ազգայինը, մեր դասականը, Կոմիտասը, Սայաթնովան, որտեղ այսօր երեխան ունի այդ խնդիրը ճանաչողական։ Չգիտի իր մեծերին, չգիտի իր ազգի ներկայացուցիչներին, որոնք որ պահպանել են իրենց մշակույթը բերել հասցրել այս օրերին։ Մենք ունենք դրա կարիքը բոլոր առումներով, որ պետքա մենակ երկարվեստում չէ, նաև գրողների մոտ բարբերաբար պետքա պրոպագանդվի այդ ամեն ինչը։ Իսկ սա հենց դրա միջոցն է։ Դուք նաև դասավանդում եք, այս մասով եւս հետաքրքիր է, որպես արտիստ ինչ նշանակություն, կարևորություն ունի ձեզ համար ձեր արվեստի փոխանցումը երիտասարդ սերնդին։ Այո, ես դասախոսում եմ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում եւ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցի տնօրենն եմ։ Այնտեղ էլ նույնպես դասավանդում եմ մի քանի աշակերտի, փոքր երեխաների հետ աշխատում եմ։ Գիտեք ինչ, նախ շատ կարևոր է, որ գործող երաժիշտը, երգիչն է դասավանդում, բայց մի առումով էլ բարդ է, որ դու պետք է այնքան չափված, ձևված ու կոռեկտ վարվես քո երգարվեստի հետ, որ դու մտնես լսարան ուսանողին կամ աշակերտին ինչ-որ բան ասես, այսա մի լսի, սա լսի, կամ սա լավը չինա լավն է, որ այսինքն ուսանողը հասկանա, որ այն մարդն է ասում, այն գործող երաժիշտն ասում, որը որ ինքը պահում այդ ցենզը։
մի քիչ շատ բարդ է այդ առումով, բայց փառքաստու ես սիրում եմ դասավանդելը, ստացվում այսօր լավ ուսանողներ ունեմ, որոնք որ նույնիսկ արդեն կոնսերվատորիայում են սովորում, արդեն երգում են, որպես երգչուհի աշխատում են, երգիչ որպես աշխատում են, միմիայն ուրախ եմ, որ կարողացել եմ կամ կարողանում եմ ինչ-որ մեկին ճանապարհ հարթել։ Ինչ տարիքային խմբի հետ եք աշխատում։ Դե ուսանողները տարբեր տարիքների, 15-ից սկսած ուսանողները արդեն 9-րդ դասան ավարտելուց հետո են գալիս քոլեջ, բայց լինում է, որ 21-22 տարեկան մարդն է որոշում, որ ընդունվի քոլեջ կամ զորացրվելուց հետո է որոշում, որ պետք է սովորի։ Տարբեր։ Դպրոցում 6 տարեկանից։ 6 տարեկանից սկսած դասավանդում եք։ Իրենց հետ աշխատանքը մի քիչ այլ է, իսկ ուսանողի հետ մի քիչ ավելի այլ է։ Իրենց հետ, այսպես ասած, շատ մանրակրկիտ, թե որ խաղալով բերում ես սիրել, առաջինը պետքա սիրի ազգային երգը, քեզ սիրի, որ ստացվի, որ ինքը սիրով գա դասի երեխան։ Իսկ ուսանողի մոտ արդեն նա եկել է, այսպես ասած, կրթություն ստանալու մասնագիտական պետք է աշխատես, այո, գիտակցում է, շատ դեպքում այո, գիտակցում կա, լինում են, որ չեն գիտակցում, այդ երեխեքի տարբերակով, փոքրիկների տարբերակով էս աշխատում հետները, բայց կան մարդիկ գիտեն ուր են եկել, ինչ են եկել, ինչ են ուզում, այո, ինչ ես պատրաստ իրենց տալու, որը որ շատ կարևոր է, որտեղ մասնագիտություն ընտրել են արդեն իրենք, եկել են վոկալ բաժին ընդունվել են, սովորում են, բայց շատ դեպքերում լինում է, որ անիմաստ են եկել։ Կարար այդ տեղը, բայց շատ լավ տվյալներով երեխեք են։ Հա, ուղղակի իրենց մեջ է միտքը, գուցե չի հասունացել այնքան, որ երևի տարիքն է կամ չգիտեմ, գիտակցության խնդիր կա, որ այսինքն այս 4 տարին է, դու այս 4 տարվա մեջ պետք է վերցնես ինչ հնարավոր է, ոչ թե ուղղակի դու եկել ես քոլեջ, վերջում ինչ որ վկայական ստանաս, դիպլոմ ստանաս, որ դու ավարտել ես այդ դիպլոմը, չէ, դիպլոմ բոլորը կարան ստանան, բայց գիտելիք շատ քչերը կարան վերցնեն։ Ահա։ Եվ հետաքրքիր է այս մասով նաև ինչպիսին է աշխուժությունը, թե արդեն տարբեր տարիքային խմբերի հետ եք աշխատում նշեցիք, եւ ուսանողներ, եւ ավելի դպրոցական տարիքի երեխաներ, ինչպիսին է նրանց աշխուժությունը, հետաքրքրվածությունը ազգային ժողովրդական երգերին։ Իրականում շատ մեծ է, բավականին մեծ է, որտեղ վերջի տարիներին, գոնե վերջի 10-15 տարին շատ մեծ աշխատանք արվեց ժողովրդական երգարվեստի հետ կապված տարբեր հեռուստաընկերություններով, տարբեր նվագախմբեր, անսամբլները շատ մեծ գործունեություն ծավալեցին պրոպագանդելու համար, շատ մեծ է հետաքրքրությունը, բայց այսօր մենք օրինակներ ունենք, որոնք որ պետքա չլինեն այդ օրինակները, որովհետև երբ որ ուսանողը գալիս է ընդունվելու, դու հարցնում ես, դու ում ես լսել, օրինակ այս երգը, որ երգում ես, ում կատարմամբ ես լսել, չէ, որոշակի պատկերացում կազմելու համար երգի։ Անուններ են տալի, դու ես վատ զգում, որ այդ անունը կա, այդ անունը պրոպագանդվում է, այդ անունը խեղաթյուրում է, այսպես ասած, տվյալ երգը։ Մտածողությունը, երգեցողությունը, որ երգում եմ, չգիտեմ, սահմանից են կողմ։ Զգալու խնդիր կա, չէ, հայկականը հաճախ իհարկե, մեր երաժշտությունը կիրթ է, մեր արվեստը կիրթ է, իսկ մենք մեր կիրթը թողած, մեր էլիտան թողած սահմանից են կողմ փնտրում են գռեհիկությունը, որը որ շատ վատ է, շատ վատ է, իսկ գիտեք, էլի գումար աշխատենք, էլի ռեստորանում, այսօր մենք ռեստորանում ունենք երգիչներ, որ փայլուն երգիչներ են, օրինակներ են, որոնք որ երգում են ռեստորանում, բայց անուն դնել, որ ժողովուրդը դա է սիրում, ու դու անես այդ գռեհիկություն, այդ թափթփված երգեցողություն, այդ ոռնոցը, երգես ինչ հաթե քեզ կանչեն, չէ, չեմ ընդունում, չգիտեմ, փչացնում է այդ ամեն ինչը ու ցավն է, որ դա պրոպագանդվում է, այսօր համացանցում դա տարածվում է, երբ որ դու անում ես մի լուրջ բան, երբեք այդ չի տարածվում, իսկ երբ որ մի անմիտ բան են անում, այո, տեմպերով, որոնցով տարածվում են։ Այո, տարածվում են, իսկ դա երիտասարդների համար դառնում են օրինակներ։
Իսկ այդ օրինակը շատ վատն է լինում։ Այդտեղ խեղաթյուրվում է մեր Այդ ազգային մշակույթը։ մասով ինչ որ քայլեր անում են երաժիշտները, թեկուզ ձեր համայնքը, որ երեխան մարդը գիտակցի որն է հայկականը, որն է հայկական մոտեցումը։ Շատ արվում, շատ տարբեր անհատների կողմից, տարբեր երաժիշտների կողմից։ Մենք շատ գրագետ, շատ լավ երաժիշտներ ունենք, արտիստներ ունենք, նույն երիտասարդների մեջ շատ լավ ժողովրդական երգիչներ ունենք, որոնք որ իսկապես օրինակ են բոլոր առումներով։ Բայց ասածս հենց վերաբերվում է նրան, որ նրանց արածը ցանկացած ստեղծագործությունը թողարկած ավելի քիչ է պրոպագանդվում, քան այն ինչը որ պետք չի պրոպագանդել։ Միշտ հեշտ է ընդօրինակել անորակ եւ վատ բանը, միշտ ավելի հեշտ է։ Հենց դժվարությունից հենց խնդիրը գալիս է հիմա մի քիչ հեռուստաընկերությունները մղվել են այլ պլան, բայց կապ չունի, մարդը նայում է, ու հեռուստաընկերություններից սկսած պետքա մենք այդ աշխատանքը տարվի մեզանով սկսած, դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած այդ աշխատանքը պետքա տարվի, որ այսինքն ինձ թվում է թե կգա երևի մի ժամանակ, ես հավատով եմ, որ նման կերպ ստեղծագործող մարդիկ կհասկանան, որ չի կարելի։ Կամ ինչ որ մի ցենզ կմշակվի, ոնց որ եղել է օրինակ, չգիտեմ, 80-ականներին, որ խորհուրդ է եղել, որ այսինքն այո, այս երգը ցուցադրվի, թե չցուցադրվի, բայց մենք խնդիր ունենք ցուցադրվել, չցուցադրվելու, որովհետև մենք ունենք համացանց այսօր։ Համացանցում ցանկացած մարդ, ցանկացած բան կարող է տեղադրել ու տարածել հասարակ գովազդի միջոցով կամ այլ միջոցներով։ Մի քիչ վերահսկողություն այդ առումով չի լինում, բայց գոնե որ գիտակցենք, այսօր արվեստի դպրոցում, երբ որ մենք կրթենք երեխաներին իսկապես երաժշտությամբ, մշակույթով, արվեստով, մենք պարտադիր չի բոլորը դառնան երաժիշտներ կամ նկարիչներ կամ արվեստագետներ, բայց գոնե մենք կարծում եմ վաղվա օրվա հետ կապված կունենանք գոնե լավ հանդիսատես։ Կապահովագրեք այդ մասով ձեզ։ Այսքան խոսեցինք ընտրությունից, հա, երեխայի, թե ինչը պետք է ընտրի, ոնց պետք է հասկանա, հետաքրքիր է ձեր ավելի պատանի տարիքում ձեզ ով է եղել ուղղորդողը, որ այ սա է ժողովրդականը, այ սա է ճիշտ ազգայինը։ Ծնողներս ընտանիքում կային երաժիշտներ։ Չէ, երաժիշտներ չեն եղել, հայրս երգել է, հայրս միշտ երգել է, շատ էր երգում Ջիվանի, հայրենիքից ջուրը երգը ու տարբեր աշխուղական երգեր։ Հասարակ բանվոր մարդիկ են եղել, ծնողներս կան Փառք Աստծո, եղել է իստեղ ինչ էր օգտագործել։ Բայց մեր տանը երբեք չի հնչել այդ շատ գռեհիկ երաժշտությունը։ Ու երբ որ արդեն ես իմ առաջի քայլերը պետք է անեի, հենց ինքս ես եմ որոշել, որ պետք է երգեմ ժողովրդական երգ, որովհետև այդ ժամանակ հենց այն տարիներն էր, որ Գուրգեն Դաբաղյանը սենց իր մանկության այդ տարիներն էր, ինքը բուրըն այդ շրջանն էր իր ստեղծագործական ու մեր սերնդի հետ կապված, արդեն հետո մենք ժողովրդական երգիչ նախագծով, չէ, արդեն ավելի ճանաչելի դարձանք, կարծում եմ բոլորս ներշնչվեցինք հենց Գուրգեն Դաբաղյանից։ Այդ տարիներից, ստեղծագործություններից։ Շատ մեծ աշխատանք արվեց այդ ժամանակ, շատ որ օրինակ էր այդ ազգային երգարվեստի այդ անկումը, բոլոր առումներով մենք նոր, այսպես ասած, ոտքի կանգնող պետություն էինք, ամեն ինչ մոռացված, միայն մարդիկ մտածում էին, այսպես ասած, հացի խնդիր լուծելու կամ ինչ ազգային արժեքի մասներ խոսքին չեն մեկի, բայց այդ ժամանակ շատ մեծ աշխատանք տարվեց հենց Գուրգեն Դաբաղյանի հետ, որը դարձավ օրինակ բոլորիս համար։ Ու մենք հենց այդ ճանապարհով սկսեցինք անցնել։ Իսկ դուք որպես ծնող ոնց եք արդեն ձեր սերունդների մասով այդ վերաբերմունքը ինչպիսին է։ Իրենք լսում են միայն լավ որակյալ երաժշտություն, իրենց պատկերացնում եք նաև երաժշտական ասպարեզում։ Երկուսն էլ ունեն տվյալներ, աղջիկս էլ տղաս էլ ունեն տվյալներ, բայց իրականում ոչ կուզեմ երաժշտությամբ շարունակեն, ոչ էլ կարգել եմ։ Իրենց կլինի որոշումը, ինչով կգնան, երկուսն էլ ունեն տվյալներ, հատուկ տանը պրոպագանդա չեմ անում երաժշտության, բայց Փառք Աստծո, երբեք ես իրանց կողմից չեմ տեսնում, որ չգիտեմ ինչ երաժշտություն լսեն։ Կհավատակ ասենք, որ իրանց լսած երաժշտությունը հիմնականում ազգային երաժշտություն է,
թե մեքենայի մեջ ճանապարհ գնալուց իրանց ուզած երգը, որ մենք պետք է միացնենք, որ իրանք լսեն կամ ուրախանան կամ բարեն մեքենայի մեջ, ազգային երաժշտությունն է, տանը նույն ձևի։ Նորմալ է, բայց մեծ հաշվով ուրախալի է այդ փաստը։ Ես մի օր եկա տուն ու իրանք Անուշ օպերայից հատված էին նայում։ Փաստորեն պարտեզում, մանկապարտեզում ամպիտակից ջուր է գալի, այդ երգի հետ կապված ոնց որ աշխատանք էր արվել ու երևի տղայիս ասել էին արդեն ինչ երգա, որտեղից է այս երգը, եկել էին տուն, քույր եղբայր արդեն իրանք այդ երգը գտել էին, նստած ուսումնասիրում էին, հա, իրանց հետաքրքիր էր այդ ամեն ինչ, այդ գործողությունը ու հենց այդ հատվածը գալիս էր, որ իրանք այդ երգը գիտեն, որ ագիր հետո երգում էին, հա, իմ համար շատ մեծ ոգևորվածություն էր, աղջիկս նաև նկարում է, հաճախում արվեստի դպրոց նկարչական բաժին, նաև բարի, հետագայում գործիքի էլ, այսպես դեռ 8 տարեկան է, գործիքի էլ կուղորդենք Արվեստով լի է մի խոսքով։ Պարտադիր չի, ես նորից եմ ասում, պարտադիր չի, նա արվեստի մեջ կշարունակի, թե մենք արդեն նկատում ենք, որ լեզուներն էլ մայրիկի գիծն էլ կա իր մոտ զարգացած, տղաս դեռ նոր 4 տարեկան է դառնում, քույրը ինչ անում է, ինքը կրկնօրինակում է։ Փառքաստու որ քույրը լավ բաներ է անում, որ կրկնօրինակում է եղբայրը։ Շատ լավ եւ կուզեի մեր հեռուստադիտողին զրույցը եզրափակելով նաեւ ձեր առաջիկա աշխատանքների մասին ասեիք, եթե պլանավորում եք տեսահոլովակ, ձայնագրություն, գուցե համերգներ, ինչ սպասեն ձեզնից երաժշտասերները։ Համերգներ, հավաքական համերգներ տարբեր լինում են։ Իրականում գրաֆիկից ելնելով շատ նաև աշխատանքային գրաֆիկից ելնելով շատ լինում են, որ համերգներ, որ հրաժարվում են, որովհետև մի քիչ չի ստացվում, ինչ որ բաներ խանգարում են, ցավում եմ այդ առումով, բայց որ գիտեմ այնտեղ լավ բան եմ անում ու երեխաների համար արվում, ինչ արվում է, հաստատ արժի որ տուժում է այդ ամեն ինչը։ Երկու երգ ունենք նոր ձայնագրված, մեկը հայկական երգերի շարանը ստեղծած, մյուսը հենց իմ համար գրված ստեղծագործություն է, ակտիվ 6-8 երգ, Գրիգոր Բանանցն է հեղինակը, երկուսն էլ արդեն ձայնագրված վերջացրած, մեկը մեր Գարիկն է Գաթաբենդի գործիքավորել ձայնագրել, մյուսը Հայկն Նավասարդյան գործիքավորել ձայնագրել, երկուսն էլ պատրաստ է, ուղղակի մի քիչ տեսահոլովակի հետ կապված անպայման լինելու են, երկու երգն էլ հրապարակված չի, պահել ենք, հուսանք ժամանակային առումով կստացվի։ Մինչև տարեվերջ կհասցնեք, թե արդեն եկող տարվա պլաններում։ Չեմ կարծում, երևի եկող տարվա մեջ, որովհետև հիմա ավելի բուռն շրջան է սկսում կիսամյակային աշխատանքները փակում ենք, ավելի բուռն շրջան է սկսվում, չենք հասցնի, բայց հուսով ենք հաջորդ տարվա սկիզբ կհասցնենք երկու երգն էլ ու կա երգ, որ հիմա Սարգիս Ադամյանն է գործիքավորում, ձայնագրվելու հետ կապված, հուսով ենք, որ այն էլ արդեն մյուս համար օրեր առաջ Սարգիս Ադամյանի հետ էլի մենք այստեղ նստած ջերմ զրույցում էինք իր երաժշտական ուղուց հրաշալի է։ Իմ շատ լավ դաշնակահարն է, որի հետ աշխատում ենք արդեն երկրորդ տարին քոլեջում, շատ սրտով հայրենասեր տղա, որ Սփյուռքից եկել է այսօր Հայաստան ու որպես երաժիշտ կայանում է, միմիայն ուրախ եմ։ Ես էլ շատ ուրախ եմ մեր հանդիպման եւ զրույցի համար, սպասենք ձեր ուրեմն առաջիկա պլանների ի կատար ածվելուն եւ արդեն սիրով այլ տեսահոլովակների եւ երգերի դեպքում էլի տաղավարում ջերմ կզրուցենք, ձեզ օրվա լավ շարունակություն եմ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն հրավերի համար, անդրադառնալու համար, միշտ սիրով Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, հենց այս երաժշտական ջերմնոտայով էլ եզրափակում ենք մեր այսօրվա բարի առավոտի եթերը։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գլխավոր գործընկեր Արփինետին եթերի որակյալ ապահովման համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ էլի նոր թեմաներով, դրական հետաքրքիր զրույցներով հանդես կգանք։ Ձեզ հետ է Արմինե Թովմասյանը, կհանդիպենք։